Եվ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս հարցը չի պահում օրակարգում։ Կարող է Նիկոլ Փաշինյանը ասել ինչ ուզում է։ Այդ ինչ է ասել, որ իրականությանը համապատասխանում է։ Նիկոլ Փաշինյանը կարող է մեդալ ստանալ մանիպուլյացիաների համար, կիսաճշմարտությունների համար։ Միտեղ մի անգամ մի բան ասել է, չի նշանակում թեման պահել օրակարգի մեջ։ Սա մեկ։ Երկրորդը, եթե դու շահագրգիռ ես այդ մարդկանց վերադարձով, ինչպես ես դու ասուլիսներում քո արտաբերում մտքեր, որոնք ոչ միայն խանգարում են այդ process-ին, այլև լրացուցիչ մեղքեր ես վերագրում եւ դարձնում ագենտներ այդ մարդկանց, խոսքը հենց Ռուբեն Վարդանյանի մասին է, որ ինքը իր ասուլիսի ժամանակ դեպի պարզենք ով է նրան ուղարկել։ Այդ արտահայտությունը միայն հատորներ է ավելացրել Ռուբեն Վարդանյանի գործին։ Կասեք ինձ կբացատրեք, որ տրամաբանության մեջ է դու մի կողմից իբր պայքարում ես հետ, մյուս կողմից հրապարակային նման հայտարարություն ես անում, որը հնարավորություն է տալիս քո թշնամուն օգտագործել դա նրանց դեմ, որտեղ է այդ տրամաբանությունը։ Հետևաբար ու եթե տրամաբանությունը չունի, սա ուղղակի հրապարակային որ ժողովուրդն է տեսնում, այնինչ մենք ենք ստանում ազդակներ միջազգային կառույցներից, ակնհայտ է, որ իշխանությունները ոչ չեն զբաղվում այդ հարցով, երբ որ գերիները վերադառնում են, նրանք վերադառնում են Զուտ Ալիևի բարի կամքից ելնելով տարբեր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների, իր դեմքը պարզելու, ինչպես նաև խուսափելու օրինակ այդ մարդիկ նույն Վագիվ Խաչատրյանը, Վիգենը Էլչեջեկյան ծանր առողջական վիճակում են, իսկ եթե Աստված մի առասցե մի բան պատահեր Ալիև, ինչ պիտի բացատրեր պատասխաներ, այսինքն տարբեր հանգամանքներ, բայց ոչ Հայաստանի իշխանությունների աշխատանքը։ Իրենք ուղղակի կրավորական դիրքում են այստեղ։ Ինչպես են մտածում, չէ՞, ամիջապես 4 մարդիկ եկան, ավելին ասեմ, դեռ էլի են գալու մինչև ընտրությունները, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում սրընթաց, այստեղ օգնության է գալիս Ալիևը վերադարձնելու կամ խոսույթը մեղմացնելու կամ վերադարձնելու որոշ գերիների։ Երևի բայց սովորական չէ քաղաքացիների, բայց ոչ ղեկավարությանը։ Միանշանակ եւ անգամ այդ ինչքան պիտի վատ լինի Նիկոլի վիճակը, որ ես չեմ կարծում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև ընտրությունները կգան, ես վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործը շատ ավելի աշխարհաքաղաքական համատեքստում է եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լուրջ վտանգների սպառնալիք է ընկալվում եւ ներկայացվել աշխարհին, ինչը նաեւ հնարավորություն չի տալիս միջազգային հանրությանը, խաղացողներին, դուք գիտեք, որ նա հումանիզմի առաջամարտիկ է եւ աշխարհն նրան այդպես է ճանաչում, ինչպեսին որ ինքը կա եւ նաեւ Փաշինյանը խոչընդոտում է իր վախերով արևմուտքին միջազգային հանրությանը, որ ահա որ գա մեր երկրում անկայուն վիճակի առաջանալու եւ այսպիսի վերաբերմունքով ու մատուցմամբ իրականության իր մեկնաբանմամբ եւ հետեւաբար քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է տարբեր խաղացողների աշխարհաքաղաքական Հայաստանում որպես անունակ մի կատարածո ում կարելի է ինչ ասես ասել եւ չունենալ ոչ մի արժանապատիվ վարքագիծ Հայաստանի տարածքների հաշվին ունենալ զիջումներ անթիվան համար որտեղում անհրաժեշտ է այս պարագայում պիտի հասկանանք որ միայն իշխանության փոփոխությունը շանս է բոլոր գերիների վերադարձի